Sietterum, շատ լավոր են ձեզ մաղթում, հետաքրքիր նորություններ, շատ կարևոր պատմություններ, ձեզ ենք մատուցում, Մանկական TV։ Ողջույն մեր շատ սիրելի հետևորդներ։ Ողջույն, այսօր փետրվարի 8-ն է, եւ մենք ձեզ կներկայացնենք, թե հայտնի մարդկանցից ովքեր են ծնվել այսօր։ 1828 թվականի այսօրը ծնվել է Ժուլ Վերնը։ Այսօրը ծնվել է ամերիկացի դերասան Նիկ Նոլթը։ 1911 թվականի այսօրը ծնվել է ամերիկացի բանաստեղծ եւ արձակագիր Բիշոպը։ Այս պահին խոսքը փոխանցենք Հովհաննես Աղավելյանին։ Մեր եթերում իմ հերոսը էջն է։ Գնդապետ Ասատրյանը ծնվել էր որպես հերոս, ապրեց որպես հերոս եւ անմահացավ որպես հերոս։ Իմ հերոսը գնդապետ Վահագն Ասատրյանն է։ Լավ առաջնորդ լինելու համար նախ պետք է լինել գրագետ, բանիմաց, ասում էր նա։ Այսպես է հնարավոր ձևավորել հարգանքն ու կարգապահությունը եւ հետեւաբար բանակ, որտեղ զինվորը կենթարկվի հրամաններին։ Նա շատ է կարևորում սպա զինվոր փոխհարաբերությունները, առողջ եւ կուր թիմը, եւ գտնում էր, որ հրամանատարը պետք է լինի արդարամիտ եւ սրտացավ։ Նա սիրում էր կրկնել. «Եղիր խիստ, բայց արդարացի, մեկը բոլորի համար, բոլորը մեկի»։ Իր առջև դրված խնդիրը ձգտում էր կատարել լավագույն կերպով, ստանալ լավագույն արդյունքը։ Վահագն Ասատրյանը մշտապես զբաղվել է ինքնակրթությամբ։ 5 ռազմական բուհերում ուսանած զինվորականը վստահ էր, որ կատարելագործվելով է միայն հնարավոր դիմադրավել անընդհատ փոխվող մարտահրավերներին։ Ծառայության տարիներին գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարած ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։ Նա մոնթական գաղափարախոսության կրող էր։ Մոնթեն նրա համար բացառիկ կերպար էր։ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը ծնվել է 1977 թվականի հունվարի 14-ին։ Զինվորական կրթությունը ստացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում, ստանալով հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն։ Վահագն Ասատրյանը մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։ Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչման։ Նա զոհվել է հոկտեմբերի 12-ին Արցախի հանրապետության Հադրութ քաղաքում։ Իմ հերոսը գնդապետ Վահագն Ասատրյանն է։